Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանը ոչ մի խնդիր չունեցավ, 17 ձայն։ Մարտն անձամբ էր փողային նվագախումբ բերել նշանավորելու համար իր ընտրությունը, փոխարենը քաղաքապետի ընտրությունը բոյկոտել էին ավականուն դիմադիր թեկնածուները 16 հոգի։ Երդվում եմ պաշտոնավարման ժամանակահատվածում Գյումրու քաղաքապետի օրենքով ամրագրված լիազորությունները իրականացնել ազնվորեն։ Փողային նվագախումբն ավականու դահլիճում ավելի հաճախ փոխարինում էր ծափահարություններին։ Վանաձորում կրքերն ուղղակի եռում էին, մոտ 3 ժամ ավականին չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչպես ընտրել քաղաքապետին, բաց թե փակ քվեարկությամբ։ Օրենքը ստեղծում է, որ քաղաքապետի ընտրությունը փակ գաղտնի ընտրություն է։ Կրքերն այստեղ միմյանց հերթ չէին տալիս յուրաքանչյուրի ամեն բառից հետո։ Ընտրություններից առաջ ոչ ոք գրեթե չէր կասկածում, որ Վանաձորում ընդդիմադիր կոչվող ուժերին կհաջողվի վերջապես ընտրել իրենց քաղաքապետին։ Առնվազն 18 քվե ստանալու են։ Էդմոն Մարուքյանը եղբոր նման լավատես չէ, նա արդեն կանխատեսում է, որ ավականիում 15 քվե ունեցող հանրապետականը մի բան գիտի, որ ընդդիմադիր ուժերի 18 քվեի դեմ քաղաքապետի թեկնածու է առաջադրում։ Իրենց պետք է 2 ձայն։ Հանրապետականը 2 ձայնի փոխարեն ստանում է ավելին 3-ը։ Ասլանյան Մամիկո։ Ասլանյան Մամիկո։ Հանրապետական Մամիկոն Ասլանյանը Վանաձորի նոր քաղաքապետն է։ Ընդդիմադիր կոչվող 3 ուժերից ովքեր են դավաճանել մի քանի օր առաջ ստորագրված համագործակցության ուշագիրը։ Հեղինե Բիշարյանը մի վայրկյան իսկ չի կասկածում, որ հայկական վերածնունդը քվեարկել է Քրիստ Մարուքյանի օգտին։ Խորհրդանշական է սակայն նորընտիր հանրապետական քաղաքապետի համբույրը 2008-ի մարտի 1-ից 1 օր առաջ Սերժ Սարգսյանի կողմն անցած կուսակցության երկրորդ դեմքի հետ։ Ներկաներն այն գնահատեցին որպես իր հաճախորդին լավ իմացող հանրապետականի երախտագիտության համբույր։